Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, բարևներ նրանց, ովքեր նոր են միացել իմ ալիքին, իմ սիրելի հետևորդներ, իմ հետևորդներից մեկը հարց է տվել ինձ իմ YouTube-յան ալիքում, թե քանի աստիճան մոմը պետք է հալեցնենք գիպսից ամաների մեջ լցնելու համար։ Իմ սիրելի հետևորդներ, մոմերի տեսակներ կան, որ մենք հալեցնում ենք 50-ից մինչև 90 աստիճան և ֆորմաների մեջ լցնելու համար և գիպսից ամաների մեջ լցնելու համար, բայց գիպսից ամաների մեջ լցնելու համար մեր մոմը պետք է լինի հալացրած 50-ից 70 աստիճանի։ 70 աստիճանից եթե բարձր է մեր մոմի ջերմաստիճանը, մենք պետք է չափենք այս տեսակի չափիչով մեր մոմը։ Եթե 70-ից ավել է, մենք չենք լցնում գիպսից ամաների մեջ, սպասում ենք, մինչև մեր մոմը մի քիչ կհովանա, նոր կլցնենք ամանի մեջ։ Նայեք, գրեթե 1 ամիս է, արդեն ես հալեցրել եմ մոմը, իմ մոտ եղել է պալմովի մոմ, բոլորդ էլ գիտեք, լցրել եմ մշակված գիպսի մեջ, սիրելիներս։ Նայեք, ոչ մի հետքեր չկան մոմից, ոչ մի խնդիրներ չկան, ինչքան մաքուր է մեր գիպսի ծամանը։ Նույնը այստեղ եմ ձեզ ցույց տալիս։ Նայեք, ինչքան գլատկի և մաքուր է, ոչ մի հետքեր չունենք մեր գիպսի ծամաների վրա։ Հիմա ինչ ենք անելու միասին։ Միասին զարդարելու ենք մեր մոմի մակերեսը, նայեք, երբ որ մեր մոմը հալեցրել ենք, չէ որ մենք մեր ֆիտիլները ամրեցնում ենք այս տեսակի ձերժայթելներով և նայեք, երբեմն մեր մոմերի վրա անհարթություն կա։ Ինչպես ենք կարգավորելու այս անհարթությունը։ Այս անհարթության համար մեզ անհրաժեշտ է այս տեսակի ֆեն, որը որ վաճառում են Wildberries-ում։ Սիրելիներս, շատ ուշադիր եք լինում, որ ֆենը պատվիրելուց լինի 2 պալաժենիով։ Մի հատով չեք վերցնում, որովհետև մեզ երկուսն էլ պետք են գալու։ Մեզ ինչ է անհրաժեշտ նաև անել գիպսերի մեջ մոմ լցնելու համար։ Մեր գիպսը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Եթե մեր գիպսը մենք բերենք մշակված գիպսը արդեն սառը տեղից և միանգամից մոմը հալեցնենք և լցնենք ամանի մեջ, կարող է կողքերը պոկվել։ Դա 100%-անոց այդպես է լինելու, իսկ այստեղ նայեք, իմ գիպսերը եղել են սենյակային ջերմաստիճանի և ինչ ենք անում, մոմը լցնելուց առաջ մեր գիպսի ծամանը անպայման մի քիչ մենք տաքացնում ենք այս ֆենով, իմ սիրելի հետևորդներ, որպեսզի խնդիրներ չլինի, որպեսզի մեր հաճախորդները վերցնելուց, գնելուց հետո խնդրի առաջ չկանգնեն, իմ սիրելի հետևորդներ։ Եվ հիմա միասին կլցնենք մեր մոմը։ Իմ սիրելի հետևորդներ, որոշել եմ մոմս ճիշտ ասած անեմ կապույտ գույնի է, այս տեսակի գույներ են իմ մոտ, արդեն մոմս գազի վրա է, ցույց տուր Նարեկ ջան, մոմս հալվում է, արդեն ճիշտ ասած մի քիչ գույն եմ լցրել, ինչ ենք անում, հիմա մոմը կվերցնենք գազի վրայից, կավելացնենք մեր գույնը, ինչ աստիճանի, որ ուզում ենք մեր մոմի գույնը լինի։ Լավ կխառնենք, աշխատեք ջրի վրա չավելացնեք մոմը, վերցրեք մոմի վրայից, ջրի վրայից մեր մոմը հալվող, գույնը խառնեք և նորից կդնենք հիմա ջրի վրա, որ բոլորին պարզ լինի։ Եվ հիմա կստուգենք մեր մոմի ջերմաստիճանը, ինչքան է հալվել մեր ջուրը, մեր մոմը։ Նայեք սիրելիներս, 72-ից ավել է։ Արդեն պատրաստ է մեր մոմը գիպսի ամանի մեջ լցնելու համար։ Վերցնում ենք ջրի վրայից, սիրելիներս, ինչ ենք անում։ Մեր ջազվայի կողքերը անպայման սրբում ենք շորով, որ ջրի կաթիլներ չգնա մեր մոմի մեջ, հետո վառվելուց խնդիրներ չլինեն, սիրելիներս, մոմի հետ կապված, գիտեք, եթե ջրային մաս է լինում մոմի մեջ, սկսում է ճտճտալ։ Հիմա մի փոքր կտաքացնենք մեր գիպսի ծամանը նորից։
շատ մոտիկից չենք անում, որպեսզի լարդը չվնասեն, սիրելի հետևորդներ։ Տաքացրեցինք։ Մեզ պետք է որ մի փոքր սենյակային ջերմաստիճան լինի։ Դնում ենք մեր ձերժատելը, տարբեր տեսակի ձերժատելներ են լինում, սիրելիներս, լինում են նաև փայտի ձեզ տեսակի 3 անցքերով, ձեզ որը հարմար է կարող եք դա էլ անել։ Ֆիտիլները դնում ենք, ես ձեզ նախորդ վիդեոյի մեջ ցույց եմ տվել նաև ինչ տեսակի ֆիտիլներ կան գիպսի ծամանների մեջ մում լցնելու համար։ Մի քիչ կհեռացնենք մեր աշխատանքային տարածքից, որովհետև հիմա ուրիշ գործողություն ենք անելու, սիրելիներս։ Չեն ուզում ես ֆիտիլները կանգնեն էլի, բայց ոչինչ կստիպենք նրանց։ Կլցնենք։ Եկեք գիտեք ինչ անենք, սրանք հանենք, մեր մոմը լցնենք, նոր հետո ֆիտիլը կտեղադրենք։ Լրիվ չենք լցնի մինչև վերջ, քանի որ մենք պետք է ձևավորում անենք հետո մեր մոմի մակերեսը։ Ֆիտիլը կդնենք զգուշությամբ, սիրելիներս, և կթողենք սառչի։ Նայեք, երբեմն լինում է, որ ֆիտիլները մի քիչ թեք են լինում, ընթացքում մոմը սառչելու ընթացքում կարող եք դուք ուղղել։ Հիմա մենք ինչ ենք անելու, իմ սիրելի հետևորդներ, նայեք, այստեղ մեր մոմի մակերեսը անհարթ է, հիմա մենք դրանով ենք զբաղվելու։ Այս ֆենը մեզ շատ է հարկավոր մոմերի հետ աշխատելու համար։ Ես մի քիչ ուժեղով եմ միացրել, հիմա կհալացնենք մեր մոմի մակերեսը, չենք վախենում, ռիսկով հալեցնում ենք, իմ սիրելի հետևորդներ։ Սա շատ կարևոր աշխատանք է մոմի մակերեսը գեղեցիկ հատ ստանալու համար։ Հիմա մեզ պետք է այստեղ մի քիչ փոքր ունենանք, որպեսզի փոքրիկը լցնենք։ Նայեք, կարծես թե հարթացավ մեր մոմի մակերեսը։ Հիմա ինչ կանենք։ Այստեղ ունեմ չորացրած ծաղիկներ։ Կդնենք մեր ռոզաչկաները։ Հենց մեկը այս փոստիկի մեջ կդնենք։ Ում ոնց հարմար է, սիրելիներս, այդպես էլ զարդարեք ձեր մոմերը, մի քիչ էլ է պետք հալացնել ռոզաչկայի համար, լավ չի հալվում մեր մոմը։ Թող մի ռոզաչկան մնա և մենք ավելացնենք չորացրած լավանդա։ Սա այսպես կզարդարենք, զարդարում եք այնպես, ինչպես որ դուք ինքներդ եք ցանկանում։ Իսկ այստեղ մենք կլցնենք այս տեսակի ստիկլյանի կրոշկաներ, անցած վիդեոների մեջ ձեզ էլի ցույց եմ տվել, սիրելի հետևորդներ։ Նորից էլի կհալացնենք մեր մոմի մակերեսը։ Եվ այստեղ կլցնենք մեր ստիկլյանի կրոշկաները, նայեք, լցվում են մոմի մեջ և ամրանում են։ Այս մոմը ինքը շատ շուտ սառչելու հատկություն ունի, պետք է արագությամբ անենք, սիրելի հետևորդներ։ Դաժե եթե տեղեր կան չեն ամրացել ստիկլյանի կրոշկեքը, ես շատ եմ սիրում ստիկլյանի կրոշկեքը մոմերի վրա, կարող եք կամանց, բալաժենիով տաքացնել թեթև
որպեսզի նրանք ավելի ամրանան մոմի մեջ, իմ սիրելի հետևորդներ։ Այս էլ էսպես արեցինք, նայեք արդեն ֆիքսվում են մեր փայլիկները, սա էլ հետո կձևավորեմ ու այստեղ ցույց տամ, նայեք ինչ գեղեցիկ էֆեկտ է այստեղ մեր մոտ։ Մոմս հալվում է, երբ որ ստեկլյանի կրոշկաները լցնում ենք մոմի մակերեսին, հալվում են եւ մի տեսակ նստում է մոմի տակը, ոնց որ ակվարիումի էֆեկտ լինի, շատ գեղեցիկ է ստացվում։ Նայեք սիրելի հետևորդներ, հիմա ձեզ մի բան էլ ցույց տամ, ուրեմն կարող են ձեզ մոտ խնդիրներ լինել վառ գույների մոմերի հետ։ Նայեք իմ մոտ այստեղ կարմիր գույնի մոմն է, ինձ թվում է երևում է ձեզ մի տեսակ ոնց որ սպիտակ հետքեր լինի մոմի վրան։ Սա ֆորմայի միջից հանելուց հետո նայեք սպիտակ հետքեր է։ Հիմա մենք միասին կաշխատենք ու կվերացնենք այդ սպիտակ հետքերը, նայեք, ինձ թվում է պարզ երևում է բոլորիդ։ Նայեք, սա նոր ֆորմայից հանածն է, իսկ սա արդեն մշակածն է, նայեք, փայլը տեղն է, ինչքան փայլը տեղն է իմ սիրելի աղջիկներ, իմ սիրելի հետևորդներ, կարող է բոլորիդ հետ էլ այդ խնդիրը լինել, ճիշտ է, բաց գույնի մոմի վրա մենք այդ խնդիրը չենք ունենում, բայց մուքերի վրա երբեմն լինում է ֆորմայից, լինում է մոմի տեսակից եւ մենք պետք է աշխատենք այդ մոմերի հետ, սիրելիներս։ Ինչ ենք անում։ Մեզ նորից պետք է մեր փրկիչ ֆենը, որը որ դնելու ենք ամենացածր ջերմաստիճանի վրա, մեր ֆենը եւ սկսում ենք զգուշությամբ հալացնել սպիտակ հետքերը, որտեղ որ կան սպիտակ հետքեր։ Նայեք, իմ սիրելի հետևորդներ, մի տեսակ ինքը մոմո գույնը փոխում է, դառնում է ռոզվիագույն, բայց չվախենաք։ Հեսա սկսելի է մեր ձիուկը փայլել, որտեղ որ սպիտակ է, մենք հալեցնում ենք թեթև։ Հետևորդներ ջան, շատ չենք հալեցնում, եթե շատ հալեցնենք, կաթիլներ կառաջանան մեր մոմի վրա։ Հալեցրեցինք եւ սպասում ենք, որ սառչի։ Ահա, իմ սիրելի հետևորդներ, մենք սպասեցինք 10 րոպե եւ նայեք, մեր մոմը արդեն փայլում է։ Մեր ձիուկը 2026 թվի սիմվոլն է, իմ սիրելի հետևորդներ։ Այսքան իմ սիրելի հետևորդներ, հուսով եմ իմ խորհուրդները շատ օգտակար էին ձեզ համար, մոմերի հետ կապված, սիրելիներս, եթե հարցեր ունեք, գրեք, կոմենտարիաներում մի մոռացեք լայքել եւ բաժանորդագրվել, իմ սիրելի հետևորդներ, YouTube-ում երբ որ դուք ինձ հարցեր եք գրում, ես փորձում եմ ձեզ պատասխանել։ Չգիտեմ թե ինչու YouTube-ը չի թողում իմ գրած տեքստով ձեզ պատասխանեմ։ Ինձ մոտ բերում է պատրաստի տեքստեր եւ այդ տեքստերով ես ձեզ պետք է պատասխանեմ։ Չգիտեմ բոլորիդ մոտ էլ այդպես է թե չէ, հիմա իմ մոտ այդպես է դարձել իմ սիրելի հետևորդներ։ Դուք կարող եք ինձ գտնել Facebook-ով կամ Instagram-ով Ալլա Կարամյան։ Ես ունեմ աղջիկներ, որ ինձ գտել են Instagram-ով, հետո WhatsApp-ով են գտել եւ մենք շփվում ենք հարցերի դեպքում ես իրանց օգնում եմ, իմ սիրելի հետևորդներ։ Ոչ մեկիդ հարցերը անպատասխան չեն լինի։ Խնդրում եմ գրեք, ում մոտ ինչ խնդիրներ կա մոմերի հետ կապված եւ մենք միասին այդ խնդիրը կլուծենք, սիրելիներս։ Նայեք, արդեն այստեղ իմ կապույտ մոմը սառչում է։ Այս մոմը այնքան եմ սիրում, սա պալմովի մոմն է, իր այս կրիստալնի տեսքի համար շատ եմ սիրում, շատ գեղեցիկ են, սիրելիներս։ Այստեղ ունեմ նոր տարվա կոն, նայեք ինչ գեղեցիկ են, սնեգավիկս նայեք էլի մոմ եմ սարքել, այսպես սիրելիներս, լավ մնացեք, առողջ եղեք իմ սիրելի հետևորդներ, մինչ նոր հանդիպում սիրելիներս։